Գառնու հեթանոսական տաճարի պատերից մեկի վրա պատկերված է նռան խիտ որմնանկար, եւ սա այն ժամանակներից է, երբ դեռ քրիստոնեությունը չէր մտել Հայաստան։ Բարի օր, այսօր առաջարկում միասին պատրաստենք իշխան ձուկ բանջարեղենով, իսկ կզարդարենք այն նռով, նռան հատիկներով։ Իշխան ձուկը նախքան ջերմային մշակումը կմարինացնեմ։ Սկսում ենք մարինադից։ Տեղադրում ենք տախտակը։ Կվերցնեմ կես կիտրոնի հյութ, սրան կավելացնեմ 1 ճաշի գթալ նար շարապ, ավելացնում ենք 2 ճաշի գթալ սոյա սոուս, համեմում ենք 2 պճեղ սխտորով, քերենք մանր անցքերով, անմիջապես կքերեմ նաև կոճապղպեղը, որը ավելացնելու եմ մոտ 1 ճաշի գթալ։ Կոճապղպեղը նախքան քերելը հարկավոր է կամ կլպել, կամ խոզանակով լավ լվանալ, որը ես արել եմ։ 1 ճաշի գթալ։ Անմիջապես կհամեմեմ մառանիկ ընկերության 1 թեյ գթալ աղով, և աղացած սև պղպեղով։ Ավելացնում ենք 3 ճաշի գթալ ձիթայուղ և վերջ մարինադը պատրաստ է։ Կարելի է արդեն մշակել ձուկը։ Ինչ ենք անում ձկան հետ։ Նախ մաքրել եմ ձկան խոռոչը, հոսող ջրի տակ լավ լվացել եմ, որից հետո կտրատելու եմ չափաբաժինների, գլուխը, պոչը և լողակները նախատեսել եմ արգանակի համար։ Մոտ ենք դնում կաթսան, սկսենք լողակներից, Դուք հո գործ արեցիր։
կտրենք այսպես փշերի ուղղությամբ։ Ոչ շատ հաստ կտորների։ Եվս մեկ կտոր։ Պոչի մասը կրկին արգանակի համար ենք նախատեսում։ Սա դնում ենք կրակին։ Ավելացնում ենք եռացած ջուր, այնքան, որ կտորները ծածկվեն։ Եվ եփում ենք արգանակ։ Հենց գոյացավ քապ, կհավաքենք եւ կհամեմենք աղով։ Վերադառնանք ձկան կտորներին։ Սրանք մարինադի մեջ այսպես թաթախում ենք։ Թող մնան կտորները մարինադի մեջ եւ մոտ կես ժամ մարինացվեն։ Անմիջապես փոխում ենք դանակը, տախտակը։ Վերցնում ենք նոր տախտակ, դանակ եւ անցնում ենք առաջ։ Այժմ մշակելու ենք բանջարեղենը, վերջում կպատրաստենք սոուսը։ Կսկսենք ցուկինիից։ Հեռացնում ենք ծայրերը։ Եվ կտրատում ենք ձողիկների։ Գործ ենք դնում սիրելի ամանը։ Մյուս բանջարեղենը, որը կառաջարկեմ, քաղցր պղպեղն է։ Փաստորեն վերցրեցի 1 ցուկինի, կվերցնեմ 2 քաղցր պղպեղ։ Սա էլ ենք կտրատում մոտարապես նույն սկզբունքով։ Հավաքենք ձկան քափը։ Գրեթե չկա։ Եվ համեմում ենք 1 ճաշի գթալ աղով։ Միգուցե ավելի քիչ։ Բանջարեղենը ցողում ենք բուսայուղով։ Համեմում ենք մառանիկ ընկերության աղով։ Աղացած սև պղպեղով։ Չորացրած ցիտրոնով։ Նախապատրաստում ենք ջեռոցի տապակը։ Վրան փռում ենք յուղաթուղթ կամ
ավելի լավ է սիլիկոնե գորգը։ Լավ տակնու վրա ենք անում և բանջարեղենը շարում ենք գորգի վրա։ Ցուկինին և պղպեղը ուղարկում ենք ջեռոց։ Ջեռոցը կմիացնեմ 200 աստիճան և թողնում ենք մինչև եփվի։ Այժմ պատրաստենք ձուկը։ Ինչ ենք անում նրա հետ։ Նախ քամում ենք։ Թող քամվի, որից հետո ձուկը կպատենք բրնձի ալյուրով և կտապակենք։ Տաքացնենք տապակը, տապակելու ենք բուսայուղով և ձիթայուղով։ Ձիթայուղը իբրև համեմունք ենք օգտագործում։ Վերցնում ենք տոպրակ, լցնում ենք բրնձի ալյուրը, մոտ 250 գրամ, և կտորները գցում ենք պարկի մեջ։ Ձկան կտորները գցելուց հետո տոպրակը այնպես ենք փակում, որ օդ մնա մեջը։ Մարինադը թող մնա, կարող է դեռ օգտագործենք։ Եվ թափահարում ենք, պատում ենք բրնձի ալյուրով։ Դրսում ամպրոպ է և ամառային անձրև, շատ հաճելի վիճակ է։ Թափահարում ենք ավելորդ ալյուրը և տապակում ձկան կտորները։ Ձկան կտորները կկարմրացնեմ երկու կողմից, կտապակեմ, որովհետև կարող է չկարմրել, երբ պատում եք բրնձի ալյուրով, այն չի կարմրում, թեթևակի վարդագույնում է։ Կհանենք կտորները և կպատրաստենք սոուսը։ Սոուսի համար վերցնում եմ 1 գլուխ սոխ և մանր կտրատում եմ։ Շրջենք ձկան կտորները,
Հանում ենք ձկան կտորները։ Եվ տապակում ենք սոխը։ Անմիջապես կհամեմեմ Մարանիկ ընկերության շաքարավազով։ Սոդայով։ ու մի պտղունց աղով։ Թող տապակվի սոխը, իսկ մենք անցնենք մյուս բաղադրիչին։ Դա սունկ ագարիկոնն է։ Վերցել եմ միջին չափի 7 սունկ, մանր կտրատում ենք։ Սնկի հետ կավելացնեմ նաև մայրուն կույս 30 գրամ։ Այն յուրահատուկ համ կհաղորդի մեր սոուսին։ 1-2 րոպե տապակելուց հետո ավելացնում ենք 1 ճաշի գթալ ալյուր։ Եվս 2 րոպե տապակելուց հետո ավելացնում ենք մարինադը։ Ավելացնում ենք արգանակից կես բաժակ։ Ծածկում ենք կափարիչով, թողնում ենք 7 րոպե եփվի, կամ մինչև թանձրանա սոուսը։ Վերջում սոուսին կավելացնենք թարմ թարխուն։ Մի փոքր փունջ, կամ ավելի ճիշտ 1, 2, 3, 4, 4 ցողուն։ Ձուկը և բանջարեղենը մատուցում ենք սնկի սոուսով, կզարդարենք նռան հատիկներով։ Իշխան ձուկ բանջարեղենով։ Մարինադի համար ամանի մեջ դցնել կիտրոնի հյութ, նար շարապ, սոյայի սոուս, քերած սխտոր, քերած կոճապղպեղ, համեմել աղով, սև պղպեղով, ավելացնել ձիթայուղ, խառնել, իշխան ձկան խոռոչը մաքրել, լողակներից, գլխից և պոչից արգանակ եփել, քափը հավաքել, համեմել աղով, ձկան մյուս հատվածը կտրատել չափաբաժինների, մոտ կես ժամ մարինացնել, քամել, տոպրակի մեջ բրնձի ալյուր լցնել, ձկան կտորները դնել տոպրակի մեջ, թափահարել, բուսայուղ և ձիթայուղ տաքացնել, ձուկը երկու կողմից տապակել, տեղափոխել մատուցման ափսեի մեջ։ Սոուսի համար նույն յուղի մեջ մանր կտրատած գլուխ սող տապակել, համեմել շաքարավազով, սոդայով, աղով, ավելացնել մանր կտրատած ագարիկոն սունկ, մայրուն կույս, ալյուր, մարինադը, ձկան արգանակից, եփել այնքան մինչև սոուսը թանձրանա, ավելացնել մանր կտրատած թարխուն, թասի մեջ լցնել ձողեկաձև կտրատած սուկինի, քաղցր պղպեղ, ցողել բուսայուղով, համեմել աղով, սև պղպեղով, չորացրած ցիտրոնով, լավ տակնու վրա անել, շարել ջեռոցի նախապես յուղաթուղթ կամ սիլիկոնե գորգ փռած տապակի վրա, 200 աստիճան տաքությամբ ջեռոցում եփել։
Ձուկը մատուցել բանջարեղենով եւ սնկի սոուսով, զարդարել նռան հատիկներով։ Հաջորդ անգամ ձեռքի տակ ունեցեք տավարի փափկամիս, կարտոֆիլ, կարագ եւ ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, դե իհարկե մառանիք։ Այսօր այսքանը։ Իսկ մենք կհանդիպենք, երբ կհանդիպենք։